Այն մարդկանց համար, ովքեր ինչ-որ հարցեր ունեին, թե ինչպես է զարգանում մեր դիվանագիտությունը, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, մենք պատասխանը ստացանք։ Շատ ստույգ, շատ կոշտ, քաղաքակիրթ, բայց կոշտ, եւ շատ ամոթալի։ Շատ ամոթալի է, որ կար ժամանակ, երբ մենք համարվում ենք փոխադարձ հարգանք ունեցող երկու դաշնակիցներ, չնայած իհարկե կային եւ սխալներ, կային եւ անարդարություններ կային, այո, բայց գոնե կար փոխադարձ հարգանք։ Եվ տեսեք ինչպես են մեզ վերաբերվում հիմա։ Պարզ է, որ Ռուսաստանի համբերության բաժակը լցվել է, դրա մասին շատ ստույգ ձևով ասեց եւ նախագահ Պուտինը, ել ավելի ստույգ ձևով հաջորդ օրը ասեց Օվերչուկը իր հարցազրույցի ընթացքում, որը նա տվել էր 10-ին, շատ հանգամանորեն բացատրեց ամեն ինչ։ Եվ եթե դա հերիք չէր, այսօր Մեդվեդևը շատ ավելի կոպիտ ձևով դա հասկացնել տվեց։ Նրանք բոլորը ասեցին, Օվերչուկը մանավանդ ասեց, եկել է մի կետ, որից հետո Հայաստանը պետք է իր ընտրությունը կատարի եւ մի կետ, որից հետո մենք վերանալու ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ։ Էլ ավելի կոշտ ձևով ասեց Մեդվեդևը, որ մենք այլևս չենք կարող հանդուրժել, որ մեր բարեկամ երկրները, դաշնակից երկրները փորձում են ինտեգրվել մեզ համար թշնամական դաշինքների կազմում։ Եվ մենք Եվրոպական միությունը այլևս չենք դիտում որպես տնտեսական միություն, միայն տնտեսական միություն։ Եվ այս մարդը փաստորեն գնաց եւ նորից խայտառակվեց։ Եթե մենք ուզում ենք ունենալ լավ հարաբերություններ, գործնական հարաբերություններ Արևմուտքի հետ, սրա մասին 100 անգամ խոսացվել է եւ ռուսական կողմը նույնպես ասեց, որ նա դեմ չէ։ Հարցը այն է, թե արդյոք պետք է կռվարար ձևով կռվել Ռուսաստանի հետ, անպայման խզել հարաբերություններ Ռուսաստանի հետ, որպեսզի լավ հարաբերություններ ունենալ Արևմուտքի հետ։ Դա այդպես չէ։ Նայեք Թուրքիային, նայեք Ադրբեջանին, նայեք Վրաստանին։ Մեր 3 հարևան երկրները ունեն լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, տարբեր աստիճանով եւ շատ լավ գործնական հարաբերություններ Եվրոպայի հետ։ Նրանց չեն ստիպում, որ նրանք ընտրեն։ Իսկ Օվերչուկը շատ մանրամասն բացատրեց, թե ինչ է լինելու, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Նախ ասեց, ձեզ Եվրոպական միությունը ոչ ոք չի սպասում, դա ինքը չպետք է ասեր, դա մենք պետք է իմանայինք։ Երկրորդը դուրս է գալիս ԵԱՏՄ-ից, շատ ծանր հետևանքներ կունենա սա ձեզ համար։ Նա խոսեց օրինակ գազի գնի մասին, որը 3 անգամ բարձրանալու է, $177, 1000 խորանարդ մետր մինչև 600, այսինքն 3.5 անգամ բարձրանալու է գազի գինը։